Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է ինձ հետ տաղավարում։ Լիլիա, ես այսօր կուզեմ ամանորին ընդառաջ խոսենք սննդամթերքի գների մասին, որը ինչպես սովորաբար վերջին շրջանում Հայաստանում ամանորյա օրերին հատկապես թանկանում է, սակայն մինչ այդ էլ կար տենդենս թանկացման։ Alpha News-ը մասնավորապես ուշադրությունից դուրս հաղորդման շրջանակում այս թեմային առանձին անդրադառնալու է Կիրակի օրը։ Որոշակի թվեր կան իմ ձեռքի տակ 25 թվականի նոյեմբերին 24 թվականի նոյեմբերի համեմատ 3.8%-ով գնաճ է արձանագրվել։ Օկտեմբերի համեմատ նոյեմբերին գնաճը կազմել է 1.3%, հաճարի գինը 2.7%-ով է թանկացել, հացինը 3%-ով, ալյուրինը 4.8%-ով, հնդկացորենինը 7.9%-ով, մակարոնեղենինը 8.8%, ոլորինը 9.2% եւ այսպես շարունակ։ Դու ինչ ես արձանագրել, ինչ տենդենսներ են նկատվում եւ նաեւ ես հիշում եմ, որ դեռ 2023 թվականից սկսած մամուլը գրում էր, որ ԵԱՏՄ երկրների շարքում եւ տարածաշրջանում նույնիսկ Հայաստանում սննդամթերքը ամենաթանկն է։ Այդտեղ երևի առանձնացնենք առաջին անհրաժեշտության ապրանքախմբերի հանգամանքը, իդեպ թվարկածների մեջ հենց առաջին անհրաժեշտության պարենամթերքն է։ Այո, մենք թանկացումների ներքո ենք բավական երկար ժամանակ, թեև տես Գառնիկ, սպառողական գների այդ կուտակային ինդեքսի ցուցանիշը գտնվում է թիրախային հասահմանված թիրախի շրջանակներում։ Այստեղ կարծես թե եթե այդ ինդեքսով ենք առաջնորդվում, գնաճի հետ կապված լուրջ խնդիրներ չկան, կենտրոնական բանկի գործողությունները բերել են արդյունավետություն, այսինքն այդ կուտակային ցուցանիշի մասով խնդիր չկա, բայց մենք մեր հաղորդումների ընթացքում էլ բազմիցս խոսում ենք, որ շատ հաճախ այդ մակրոտնտեսական միջինացված կուտակային ցուցանիշները իրական պատկերը ամբողջությամբ չեն ներկայացնում, եւ դրա համար այդ բացվածքը առանձին ապրանքախմբերի մասով տալիս է այդ ամբողջական պատկերը։ Իսկ այդ ամբողջական պատկերի ներքո մենք տևական ժամանակ հենց առաջին անհրաժեշտության պարենամթերքի, առաջին անհրաժեշտության ծառայությունների թանկացումներ ունենք։ Ես հիշում եմ մեր նախորդ անդրադարձը 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ պաշտոնական վիճակագրության ժամանակ, երբ նորից առանձնացրել ենք ապրանքախմբերով եւ այլն, արդեն իսկ հասկանալիորեն տրամաբանական կանխատեսում կար, որ դեկտեմբերին արդեն այդ թանկացումները կարագանան պայմանավորված սեզոնայնությամբ, պայմանավորված նախատոնական գնումներով եւ այլն։ Այստեղ որոշակի բնական եւ օրինաչափ երևույթ կա, որտեղ շուկայում առաջանում է կոնկրետ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի արագացումը, պահանջարկի խտացումը հանգեցնում է գնաճի։ Այլ է խնդիրը, որ մշտապես եւ հանրությանը եւ առհասարակ փորձագիտական մակարդակում կա այդ հարցադրումը, որքանով է դա այդ պայմանական ասած բնականի ներքո, հա, որքանով է շուկայական process-ներով միայն պայմանավորվում, այդպես է արդյոք, թե այո, կա ոչ թե արհեստական, այլ անբարեխիղճ որոշակի դրսևորումներ տնտեսվարողների կողմից։ Այս հարցադրումը մշտապես կա, լինի դա օբյեկտիվ հարցադրում, թե ամեն դեպքում մարդկանց մոտ միշտ կա այդ սոցիալական անարդարության զգացողությունը, բայց այս հարցադրումը մշտապես կա եւ հատկապես այս իրավիճակներում տոնական դա կլինի, չգիտեմ, օրինակ զատկի տոնը ձվի հետ կապված թանկացումների, նախատոնական ամանորյան գնումների հետ կապված որոշ ապրանքատեսակների մասով, կարծում եմ, որ ուրեմն վերահսկող մարմինը առավել քան զգոնություն պետք է դրսևորի այդտեղ գոնե այդ արհեստական եւ ոչ բարեխիղճ դրսևորումները հնարավորինս մեղմելու, դրանցից զերծ մնալու համար։ Եվ Լիլիա, իշխանամետ մի կայք, որը իրեն այսպես դիրքավորել է որպես փաստերի ստուգման հարթակ, վերջերս գրել էր, որ անկանխիկ վճարման շուրջ շրջանառվող պնդումները, կենսաթոշակների մասին է խոսքը, փաստահեն չեն եւ հղում էր արել Alpha News-ի դեկտեմբերի 16-ի թողարկմանը, որի ժամանակ էլ դու անդրադարձել էր այդ թեմային։ Ինչ կասես։ Այո, թեմային մենք վերջին հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձանք, թեմայի շրջանակներում իսկապես մեր կողմից եղել է վրիպակ, մասնավորապես անկանխիկ թոշակառուների, անկանխիկ թոշակ ստացողների ցուցանիշի հետ կապված պայմանավորված մեդիայից, որտեղից որ տեղեկատվությունը ստացել եմ, ձևակերպումից առաջացած իմ կողմից թյուրընկալմամբ, ինչի համար բնականաբար մեզ լսողներից, մեզ դիտողներից ներողամտություն եմ հայցում, բայց այնուամենայնիվ այդտեղ նախ ֆիքսենք, որ փաստորեն ինչ խոշորացույցի ներքո ենք, ինչպեսի ուշադրությամբ հետևում են, ֆիքսում են, լսում են, այդքան տրված ինֆորմացիայի ներքո դա ֆիքսել են, բարձրաձայնել են, իդեպ շնորհակալ ենք, որ բարձրաձայնել են, որովհետև դա մեզ համար եւս կարեւոր է։ Շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ մեզ դիտում են, ընդ որում դիտում են այդքան ուշադիր, դա առնվազն ցուցիչ է։
բայց այդտեղ կա բովանդակային կարևոր խնդիր, որին անդրադարձել ենք եւ ես նորից կրկնվեմ։ Թեման ինքնին բավական նուրբ թեմա է եւ նորից պիտի ասեմ, որևէ կերպ չթերագնահատելով այդ 6000 դրամի, 10000 դրամ կլինի քեշբեքի մասին է խոսքը, դրա սոցիալական նշանակությունը մեր թոշակառուների բոլորիս համար, համակարգացիների համար, չթերագնահատելով դրա նշանակությունը, բայց դա ընդհանուր առմամբ, տես խոսում ենք, հա, թանկացումների, առաջին անհրաժեշտության ապրանք ծառայությունների նման գնաճ կապված, դա առանձնապես էական սոցիալական խնդիր, որպես այդպեսին չի լուծում եւ ես կարծում եմ, որ այս ամեն ինչի ներքո բովանդակային կարևորությունը հենց այստեղ է։ Նորից պնդելով եւ նորից կրկնելով, որ չեմ թերագնահատում այդ ավելացման կամ այդ հնարավոր ավելացման նշանակությունը, բայց թե դա որքան էական սոցիալական խնդիր կլուծի, դրա իրական պատասխանը, դրա այդ հարցի իրական հասցեատերը մեզ լսողներն են, հենց թոշակառուներն են, կարծում եմ յուրաքանչյուրս էլ պատկերացնում ենք իրականում ինչ է կատարվում գների հետ կապված եւ այլն եւ այլն։ Իդեպ այդ թեմային մենք եւս անդրադարձել ենք առանձին հաղորդման տեսքով, իսկ այսօր ինչի մասին ես խոսելու։ Այսօր կխոսենք այդ իրականությանը զուգահեռ մեր բարձր տնտեսական ակտիվության հերթական ցուցանիշների մասին, հերթական անգամ փորձելով հասկանալ ինչ է սա, որքանով է սա իրական, այսպես ասենք, հողի վրա արդյունք եւ դրական միջավայր ստեղծում քաղաքացիների եւ տնտեսության համար։